Ինչ է կարծում ներկայումս առկա քաղաքական վիճակում անհրաժեշտ է արդյոք իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա ևս շատ հետաքրքիր տվյալներ ենք ստացել։ 44% նշել է, որ միանշանակ անհրաժեշտ է իրականացնել արտահերթ ընտրություններ, 16.4% նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ է, այսինքն որ 60%-ից ավել նշում են, որ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 10.3% նշել է, որ ավելի շուտ անհրաժեշտ չեն, եւ 23.5% նշել է, որ ընդհանրապես անհրաժեշտ չեն։ Ընդ որում ես այստեղ ուզում եմ շեշտադրել, որ այս 23.5%-ը, ովքեր որ ասել են, որ անհրաժեշտ չէ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա չի 23.5-ը, դա չի նշանակում, որ այս 23.5%-ը համամիտ են այս աշխատանքները, որը իրականացնում է իշխող կուսակցությունը եւ ուզում են անփոփոխ մնա ամեն ինչ։ Չէ, ես կարծում եմ այս 23.5%-ի մեջ կան նաեւ մարդիկ, ովքեր որ չեն տեսնում ալտերնատիվա, հա, այսօրվա իշխանությունների կամ չեն տեսնում այն քաղաքական ուժը, որին կարող են ձայն տալ եւ ի ապացույց այն դատողությունների, որը ես նոր ներկայացնում եմ վերջին հարցը, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.8%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ես եթե համեմատեմ 1 ամսվա առաջվա մեր ցուցանիշների հետ, գրեթե նույնն է մնացել, ուղղակի 0.5%-ով աճ ա գրանցած, բայց դա շատ չնչին այսպես փոփոխություն է։ Հայաստան դաշինքը նշել է 4.7%-ը, այստեղ եւս փոփոխություն ունենք, սակայն բացասական -1.8% է գրանցել։ Ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է ԴՕԿ կուսակցությունը 3.5% է գրանցել եւ ունի -3.3% ցուցանիշի նվազում, բայց սա բացատրելի է, մենք գիտենք, որ վերջի կարծեմ 3 շաբաթը ԴՕԿ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանը ձերբակալված է եւ այդ եթերները եւ այդ կոմունիկացիան բացակայում է, հետեւաբար անկումը ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ մենք տեսնում ենք եւ քանի որ նաեւ այդ կուսակցությունից միայն Վարդան Ղուկասյանն էր խոսում կամ կոմունիկացիանում, ապա երբ որ սահմանափակված է չի կարողանում եթեր դուրս գալ եւ չկա կուսակցության անդամներ, ովքեր որ ակտիվ որոշակի քարոզ կանեն կամ կխոսեն իր տեղը, ապա մենք տեսնում ենք այսպիսի անկում, եթե հիշում եք նախորդ մեր պրեզենտացիայի ժամանակ ԴՕԿ կուսակցությունը հունվար ամսին գրանցել էր երկրորդ տեղը եւ առաջ էր անցել Հայաստան դաշինքից, բայց հիմա նորից վերադարձել է երրորդ տեղը եւ գրանցել է 3.5%։ Չորրորդ տեղում մեր մոտ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2.7%-ով, այստեղ եւս շատ չնչին, բայց կա աճ 0.3%-ով աճ կա։ Պատիվ ունեմ դաշինքը գրանցել է 2.1%, եւս գրանցելով մի փոքր բացասական ցուցանիշ 0.2%։ Եվ ամենամեծ բացասական փոփոխությունը կրել է Հանրապետություն կուսակցությունը, գրանցել է միայն 0.7%, եւ նախորդ մեր հարցման ժամանակ նրանք գրանցել են 1.8%, ունեն -1.1% իրենց 1.8%-ից։ Ազգային ժողովրդավարական բևեռը գրանցել է 0.7%, Հայաստանի Հանրապետական Դաշնակցություն կուսակցությունը 0.3%, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 0.2%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 0.1% եւ այլ կուսակցություններ ընդհանուր գրանցել են 1.5%, ոչ մեկին նշել է 6.2%-ը, կփչացնեմ քվեատերտիկը նշել է 4.7%-ը, դժվարացել են այս հարցին պատասխանել 24.6%-ը, հրաժարվել են պատասխանել 4%-ը եւ չեմ մասնակցել ընտրություններին նշել է 32.1%-ը։